Ընդհանրական փորձենք հասկանալ արդյոք սպասելի էր նման զարգացումը, հետո Սկզբում չէ, սպասելի չէին այսպիսի զարգացումներ, մտածում եմ դե Նիկոլ Փաշինյանն էլ իր երթին մի քիչ այսպես եկեղեցու վրա վերբալ արձակում կգործի, բայց որ այսպիսի պրակտիկ գործողությունների կգնան եւ այսքան հեռու կգնան մանավանդ իշխանությունների գործողություններում ես չէի սպասում, բայց ես վերջերս արդեն երբ որ սկսեցին ինչ-որ մարդկանց կյանքի մասին տեղեկություններ տրապարակվել, այդ ունավ ինտիմ տեսանյութեր, ես հասկացա, որ իշխանությունը նաև փորձելու է եկեղեցու ներսում լուրջ պառակտում մտցնել եւ այս քայլերը վերջին քայլերը արդեն իմ համար անսպասելի չէին։ Այսինքն հաջողվեց Փաշինյանին ներսից մղել մարդկանց գործողությունների։ Ներսից մղել գործողությունների մղելը հաջողվեց, բայց իր վերջին արդյունքը դեռևս չի հաջողվել իրեն։ Իսկ վերջին արդյունքը, վերջնանպատակը դա կաթողիկոսի հրաժարականն է եւ նոր կաթողիկոսի ընտրությունը։ Փաշինյանին հանդիպած բարձրաստիճան հոգևորականները ձեր կարծիքով եւս տեսան եկեղեցում ներսում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, թե այնուամենայնիվ ճնշումներ կամ հնարավոր կոմպրոմատներից վախենալով գնացին այդպիսի քայլի։ Ոչ, ես այնտեղ չեմ տեսնում որևէ եկեղեցականի, որը որ այսպես ասեմ մտահոգված է եկեղեցու ճակատագրով կամ եկեղեցու հեղինակությամբ, ակնհայտ է որ կոմպրոմատների ներքո են այդ եկեղեցականները գնացել այդպիսի քայլերին։ Ամենայն դեպս մի քանիսի մասով որևէ կասկած չունի, նավասարդ arczepiskopos Կոչյանը երբեք էլ չի փայլել իր հոգևոր բարոյական նկարագրով։ Այդ մարդը անընդհատ ընկել է տարբեր պատմությունների մեջ սկանդալային, օֆշորային սկանդալի, հայտնի գործարարին ունեզրկելու եւ այլ պատմությունների մեջ է ընկել։ Գիտենք դրա մասին շատ է խոսվել տարիներ շարունակ։ Եվ եթե նրան հեղինակությունը, եկեղեցու հեղինակությունը հետաքրքրեր, չէր ընկնի այդպիսի պատմությունների մեջ։ Այնպես որ ակնհայտ է, որ այս եպիսկոպոսներից, այս հոգևորականներից մեծ մասը ուղղակի թքած ունեն եկեղեցու վրա, եկեղեցու հեղինակության վրա։ Իհարկե բոլորին ես չեմ ճանաչում, չեմ կարող բոլորի 10-ի մասին խոսել, բայց մի քանիսը, որոնք տարբեր սկանդալային պատմություններով աչքի են ընկել, ակնհայտ է, որ երբեք էլ այսպես աչքի չեն ընկել եկեղեցականին, հոգևորականին բնորոշ համեստ եւ կրոնական հոգևոր կյանքով։ Եթե այդ 10 հոգևորականներից առանձնացնենք նաև Արցախի թեմի առաջնորդին, ինչ կարող եք ասել այդ մասով, ի դեպ նրա ուղղությամբ շատ մեծ քննադատություն եւ մեղադրանքներ հնչեցին ընդհուպայն, որ Արցախի թեմի առաջնորդը իր ներկայությամբ Փաշինյանի կաբինետում ինքը եւս ուրացավ Արցախը։ Ես այդ մեղադրանքները չեմ ընդունում, ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է, ավելի Նիկոլ Փաշինյանը անճարել է, որ Արցախը մնա հայկական։ Ու ամենայն դեպս ես չեմ ասում ամեն ինչ ճիշտ է արել, բայց այնպես էլ չի որ դավաճանել է, հանձնել է, վաճառել է, ինչպես որ այդ մեղադրանքը ներկայացնող մարդկանց մեծամասնությունն է ասում։ Իհարկե բազմաթիվ սխալներ է գործել, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել եւ ասել դավաճանեց, հանձնեց, վաճառեց։ Ինչ վերաբերում է այդ եկեղեցականի մոտիվացիային, ես չգիտեմ կոնկրետ նրա դեպքում ինչն է առիթ հանդիսացել, որ նա գնա Փաշինյանի հետ հանդիպմանը։ Կոնկրետ Կճոյանի եւ մյուսների մասով ես վստահ եմ, որ այնտեղ աշխատել են կոմպրոմատները, գործի են դրվել կոմպրոմատները, ընդոր լուրջ կոմպրոմատներ։ Իսկ այդ կոնկրետ այդ եկեղեցականի մասով կոնկրետ չեմ կարող նշել, թե որն է եղել նրա մոտիվացիան, ինչու է նա գնացել Փաշինյանի հետ հանդիպմանը։ Պարոն Վարդանյան, այսօր Արշակ Խաչատրյանը ասուլիս էր հրավիրել եւ ասուլիսի ընթացքում փաստորեն նա հերքում է քննչական կոմիտեի կողմից հաստատված տեսանյութի այդ իսկությունը, ասում է, որ դա կեղծ է, ինքը վատ է զգում, իր ընտանիքը վատ է զգում այդ բովանդակության համար եւ երբեք չեր անի այնպիսի բան, որի համար ամաչեր։ Հիմա դուք անձամբ հավատում եք։ Գիտեք, իհարկե, պարզ է, որ կեղծ չի, իհարկե դա ճիշտ ինֆորմացիա մանավանդ որ դրանից առաջ նաև ինֆորմացիոն արտահոսքեր տողվեցին, բայց նաև իրեն էլ եմ հասկանում, հիմա ինքը չի կարող ասել այո դա ես եմ, որովհետև շատ դուրս ճնշում կա իր վրա, եթե բացի նրանից որ նա մի քանի հատ մեղք է գործել, ասենց ասեմ, բացի նրանից որ նա այդ եկեղեցականին ոչ հարիր պահվածքը դրսով, նաև հասկորեն ազգակցական, այսպես ասեմ, ինտիմ կապերի մեջ է մտել իր քերակնոջ հետ, որը որ կրկնակի մեղք է։
Այնպես որ ակնհայտ է, որ նա պետք է հրաժարվի դրանից, այլ տարբերակ չունի, այլ չի կարող ասել այո դա ես եմ։ Պատկերացրեք ինչ կլինի, եթե նա դա խոստովանի եւ եկեղեցու կողմից ճնշումներ կլինեն նրա վրա եւ ինչը նաեւ կա եւ նաեւ իրենց ընտանեկան շրջապատից եւ այլն, այնպես որ իհարկե ծանր Չընդունելը նորմալ է, պարոն Վարդանյան, բայց կարող էր այլ լուծում գտնել, չէ՞, այսինքն լռել եւ հեռանալ առնվազն եւ ոչ թե հրավիրել ասուլիս եւ հայտարարել, որ դա իր գործն է, դա մենք առանձնապես քննարկելու բաներ չունենք, դա ինքն է որոշում ինչպես անել, ինքն է որոշում ինչպես պաշտպանվել, ինչպես որ դատարանում կոպիտ օրինակ է իհարկե, մեղադրյալը որոշում է թե ինչ մեթոդով, ինչ ճանապարհով պետք է պաշտպանվել։ Հիմա ինքը փաստացիորեն այդ մեղադրյալի աթոռին է նստել, հանրության կողմից, այսպես բանավոր կերպով իհարկե, լուրջ բացավանքի է ենթարկվում եւ բնականաբար ինքն էլ ընտրել է այդ ճանապարհը, այդ մեթոդը իրեն պաշտպանելու։ Ես դա չէի ուզի առանձնապես շատ մենք քննարկեինք։ Շատ լավ։ Հիմա Արշակ Խաչատրյանը նշել է, որ ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա կարող է որակվել որպես դասալքություն։ Նաև ասում է, որ վստահություն է հայտնում, որ Գարեգին Բ-ն այդպիսի քայլի չի գնա, իսկ Բարսաշճյան հոգևորականների քայլերը մայր աթոռի դիվանապետը որակում է որպես դավաճանություն։ Ինչ կարող եք ասել, իսկապես բանը չի հասնի կաթողիկոսի հեռանալուն կամովի։ Ես չեմ կարող վստահ պնդել կհեռանա թե ոչ, բայց ցավալի է, որ մեր եկեղեցին այս վիճակում է հայտնվել։ Ընդ որում այս ամեն ինչը մեզ բերել է այդ կեղծ բարեպաշտությունը եւ կեղծիկներ անելը։ Նույնը բանակի մասով, եթե հիշում եք տարիներ շարունակ ասում ենք բանակում լուրջ խնդիրներ կան, բանակում։ Բայց մի խոսեք այդ խնդիրների մասին։ Այո, ով խոսում էր, ասում են թուրքի ջրաղացին ջուր եք լցնում։ Պես բաներ երբ որ փակում, փակ է սպանում, պրոբկի նման մի օր դուրս է թռնում։ Ու բարձում ավելի վատ արդյունքներ է բերում, քան որ տարիներ շարունակ այդ կեղտը փակած սպահել է, սեփական սպիտակ եղենը տնից դուրս չես անել։ Դե տարիներ շարունակ մեր բանակում լուրջ բարեփոխումներ իրականացնեին։ Մենք 44 օրյա պատերազմում այդ արդյունքը չենք ունենա։ Նույնն նաև եկեղեցու մեջ տարիներ շարունակ տարբեր մարդիկ բարձրաձայնել են, որ այդտեղ լուրջ խնդիրներ կան։ Ով չգիտեր, որ Կճոյանը այսպես ռեկետով է զբաղվել, ոչ թե ռեկետում, այլ զբաղվել է գործարարին ունեզրկմամբ, օֆշորային սկանդալը, երբ որ ծագեր ժամանակին, այնտեղ շատ հստակ նրա անունը կար, նաև այդ գործարարը հստակ պատմել է, թե ինչպես է եղել եւ այլն, եւ նրա հետ կապված այլ պատմություններ կային։ Իշխանությունները այդ թվում նաև կաթողիկոսը, որը որ հիմա պատժվում է դրա համար, թևերը փռել էին նրա վրա եւ պաշտպանում էին հավասար arczepiskopos Կճոյանը, նախկին իշխանությունները եւ կաթողիկոսը։ Մինչդեռ այն ժամանակ նրանք պետք է քարկալուց անեն եւ հեռացնեին եկեղեցուն դրա համար։ Էլ ավելի ցավալի է, պակաս ցավալի չէ այդ սեռական սկանդալները, երբ որ պարզում է, որ շատերը նաև ոչ ավանդական սեռական կապերի մեջ են միմյանց հետ կամ տարբեր անձանց հետ։ Սա ցավալի իրողություններ են, բայց այս վիճակին չհասնելու համար պետք է ժամանակին դրա դեմն առնվեր, պետք է շատ լուրջ ռեֆորմներ իրականացնել։ Ինչու՞ չէ, կարելի է նաև այդ կուսակրոնության ուխտը, որը բացարձակապես անհեթեթություն է եւ նաև բնությանը դեմ է, կարելի է հանել։ Թող ամուսնանան, մեր առաջի կաթողիկոսները ամուսնացել են, չէ՞, մեր հետո է ինչ որ մի ժամանակից այսպես մտցվել է այդ օրենքը։ Ինչ եղավ, ինչ էր լինում այն ժամանակ, երբ որ ամեն ոչ մի խնդիր չկար։ Թող հիմա ամուսնանան, թող երեխաներ ունենան, նորմալ բնականon սեռական կյանք ունենան։ Թե չէ, երբ որ մի բան արգելում են, սա դարերից եկած բան է, կաթոլիկ եկեղեցու պատմությունները մենք գիտենք ինչպեսի։ Կան չէ այդպիսի պատմություններ, կան լուրջ գրքեր։ Զվարճալի ավետարան գիրք կա մեծ շատ հայտնի։ Լեո Տոքսիլի գրած։ Այնքան վատ բաներ է նկարագրում հենց կաթոլիկ եկեղեցու տեղի ունեցած։ Այդ թվում նաև որոշ բաներ, որ հիմա կատարում են։ Պես որ պետք է բարեփոխումներ իրականացվեին։ Ես ձեր հետ նախորդ զրույցում ես հիշում եմ նաև խոսեցի նրա մասին, որ մեր կաթողիկոսը ոչ լեգիտիմ ճանապարհով է ընտրվել, երբ որ պետական բյուջեն 90-ականների վերջին լուրջ խնդիր է ունեցել, ճեղքվածքի առաջացել եւ ազգային բարերար Լուիս Սիմոն Մանուկյանը հայտարարել է, որ պատրաստ է այդ գումարը վճարել, միայն թե իր պայմանով, որ իր հովանավորյալ Գարեգին II-ը դառնա կաթողիկոս։
դրա մեջ էլ նախկին իշխանություններն են եղել։ Հիմա ես վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ որ այս կաթողիկոսին տեսական օրինակ իհարկե ասում, հեռացնի նրան հաջողելու ավելի լավ մարդուն բերել։ Երբ որ տեսնում ենք, որ շատերի մոտ էլ էլի լուրջ խնդիրներ կան։ Մի խոսքով այնքան շատ են խնդիրները, չգիտես որ կողմից այդ հարցի մոտենաս։ Ամեն կողմից խնդիր է։ Եվ իրականում մի փակողային վիճակ է ստեղծվել։ Ես վստահ չեմ, որ եթե Գարեգին երկրորդին հեռացնեն, մեզ հաջողվելու է ավելի լավ կաթողիկոս ունենալ, այն դեպքում, որ տեսնում ենք, որ շատերի հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան, շատ լուրջ այսպես սկանդալային պատմություններ կան։ Մի հարցում Փաշինյանը համաձայն եմ, որ պետք է բարեվարկության կանոններ մտցնի։ Ոնց որ շատ պաշտոնյաների դեպքում են, երբ որ մարդը դառնում է ուզում է լուրջ պաշտոնների հասնել եկեղեցում, պետք է անցնի այդ բարեվարկությունը, որպեսզի հետագայում այսպիսի խնդիրներ չառաջանան։ Մի այլ բան է, երբ որ ասենք ցածր ստորին ուղղակի հոգևորական այդպիսի պատմությունների մեջ մենք ընկնի։ Այո։ Մեկ այլ բան, երբ որ եկեղեցու ամենաբարձր աստիճանին կանգնած այրերն են այսպիսի վատ պատմությունների մեջ ընկնում։ Դրանք դերովին հեղինակազրկում են եկեղեցին, այնպես որ միշտ չի որ այսպես իշխանությունները կամ ինչ որ այլ մարդիկ են եկեղեցիները դիտավորել հեղինակազրկում, շատ հաճախ այդ նույն եկեղեցականներն են իրենց գործողություններով եւ արարքներով հեղինակազրկում եկեղեցին։ Մեր այսօր Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են։ Գնում եք մարզեր, գյուղեր, կամ ինչու ոչ մարզ, հենց Երևան, ասում ես, ինչ եկեղեցական, ասում հենց պատմություններ են պատմում, այդ թվում նաև նրանց ունեցվածքի մասին, որ ուղղակի Ապշում ես։ ապշում ես, այո։